Հայաստանի իշխանությունները ես կարծում եմ անում են հետևյալը. առանց ժողովրդին բացատրելու պետական շահերի զիջման գինը իրականացնում են քայլեր, որովհետև մի բան է, երբ որ ժողովուրդը հասկանում է, թե ինչ գին է վճարում եւ ապագայում վճարելու, դու անում ես պոպուլիստական քայլեր, այդ ժամանակ կարող ենք ասել, որ ժողովուրդը համահունչ է գործում, հա, ասենք չպատերազմելը շատ ժողովուրդների ցանկությունն է, երբ որ առաջին աշխարհամարտից Ռուսաստանը դուրս էր գալիս բոլշևիկների գլխավորությամբ, դա ռուս ժողովրդի հավաքական ցանկությունն էր, որ մենք էլ չենք ուզում պատերազմ, մենք անունը դրել էին իմպերիալիստական պատերազմ։ Հիմա նույնը անում է Հայաստանի իշխանությունը, բայց հետևանքը չի բացատրում։ Օրինակ, եթե Հայաստանի իշխանությունը պարզ ասերի ինչ է նշանակում Ադրբեջանին տրվող միջանցք, սյունեցիները 26 թվականին էլ իրեն չէին քվեարկելու, բայց հիմա սյունեցիների մոտ ստեղծվել է տպավորություն, կեղծ տպավորություն, թե ամերիկյան ներդրումներ են լինելու Սյունիքում, ինչի որովհետև Նիկոլ Փաշինյանը ասում է ներդրում ենք բերել, Արամ Սարգսյանը ասում է ներդրում ենք բերել։ Բայց դեռ տեղի չի ունեցել, ինչու են կեղծ անվանում, պարոն Խաչատրյան։ Գուցե իրական։ Որովհետև են պայմանավորվել, որ մի տարուց ընտրվելուց հետո անեն։ Ընտրվելուց հետո դա են անելու։ Եթե իրանք ասեին մենք էս ենք պատրաստվում անենք, իրանք ձայն չէին տա, որովհետև դրա հետևանքը կհասկանային։